Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 հոգի Պանորամայեմի հետ զրույցում հայտնել է ԲԿ փոխտնօրեն Լևոն Հարությունյանը, անդրադառնալով երեկ Սյունիքում գայլի հարձակման հետևանքով տուժածների առողջական վիճակին։ Փոխտնօրենի փոխանցմամբ տուժածների մեծ մասը արդեն դուրս է գրվել, մի հոգու սակայն տեղափոխել են Երևան։ 5 հոգի են ընդունվել, մեկը միջին ծանրություն, քիչ թեթևի կողմն է։ 4 հոգին թեթև են եղել, այնքան որ կպել է չանկրատ քերթվածներ, բան մի քանի տեղից կպել է տենց ոչմ կարերով բանով արեցին, իսկ մեկը ընդունել է ծանր վիճակում, դեմքից էլ կպել, դեմքի կպելուց ոսկորներն վնասել եւ վերին ծնոտի ոսկորը, ստորին ծնոտի ոչմելի բավականին լուրջ վնասվածքներով եւ խորը վերքերով։ Դրանք երեք տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոն, արդեն կազմակերպումը որ տեղափոխվի իրականացի, ինչ որ պետք է մեր կողմից արվել է։ Պատվաստումները բոլորը ժամանակին արվել է, բոլոր պատվաստանյութերը ըստ քանակի կազմակերպվել է, հետագա պատվաստումների շարունակական պետք է լինի, էլի պատվաստումները պայմանավորվածությունը ստեղծել է, որ պետք է գան բոլորը տեղեկացված են, որ գան շարունակեն պատվաստումները ստանան, որ հետագայում խնդիր չունենան էլի կատակությամբ։ Իսկ Երևանի ԲԿ տեղափոխվող հիվանդը քանի տարեկան է, ինչ սեռ է։ Հիվանդյան ասեմ, ուրեմն արակասեռի է 72 տարեկան, քարահանջյուղի ծանր վիճակում է տեղափոխվել Երևան։ Բայց վիրահատվել ես, չէ՞, այդտեղ Գորիսի ԲԿ-ում։ Այստեղ վիրահատություն, մենք ունենք դիմացնոտային վիրաբույժ, ինքը վիրահատական միջամտությունները բոլորը արել աստեղ առաջնահերթ, բայց այնտեղ պետք է մասնագիտական նաև հետագա շարունակական բուժում, դրա համար մենք ուղարկենք մասնագիտական կենտրոն։ Իսկ մյուսները դեռևս հիվանդանոցում են գտնվում։ Ոչ, բոլորը դուրս են գրվել։ Եղել է որ կարեր են, բոլորին այլ համարյա կարեր ա դրվել, վերքերը մշակվել ա, ոչ էլի անպատասխանատվությունը եւ կարևորը որ վակցինացիաները ժամանակին արվել ա բոլորին, դուրս են գրվել։ Անդրադառնալով տուժած երեխայի վիճակին Լևոն Հարությունյանը հստակեցրեց, որ նա 3 տարեկան է եւ բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չունի, սակայն հայտնեց, որ երեխայի վրա գայլը հարձակվել է հենց իրենց բակում։ Երևի ամենաթեթևներից մեկը ինքն էր, որովհետեւ իր վրա որ հարձակվել է, մեկը հացրել է, տեսել է որ հարձակվում է, գնացել է ինքը երեխային գրկել, երեխային այնքան որ ճանկրել է մի քանի անգամ, այդքան մեծ վնասվածքներ երեխան չի ունեցել, է տղան մի քիչ ավելի նրան կծել է, լավ ճանկրել է, ժողովուրդ հասցրել են փախել այն։ Հարց է առաջանում նաև ինչու է գայլը անտառից դուրս եկել ու բնակեցված գյուղ մտել, դրա պատճառների ու հնարավոր լուծումների շուրջ Պանորամայեմը զրուցեց նաև բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։ Նրա խոսքով խնդիրը տարիների պատմություն ունի ու կապված է մարդու կողմից բնության հանդեպ անփույթ վերաբերմունքի հետ։ Ինչու է գայլը դուրս գալիս դեպի քաղաք, կասեք։ Ինչ ունի ինքը քաղաքում։ Ոչ մի կենդանի, էակ, որ ունի իր կենսամիջավայրը, որտեղ ինքը հանգիստ սնվում է, հասկանում եք, սնունդ է գտնում։ Ինքը այդ կենսամիջավայրից դուրս չի գալիս։ Եթե կենսամիջավայրը համապատասխանում է իր քանակությանը, իր բազմացմանը եւ ինքը կարողանում է իր ոհմակը կերակրել։ Այս սա է հարցը։ Այսինքն ինչպես պետք է ապահովվել այդ կենսամիջավայրը։ Մենք պետք է ապահովենք, մենք պետությունը պիտի ապահովեր, մարդիկ պիտի ապահովեին, պիտի անտառները չհատվեին, որսակողությունը քիչ լիներ, բայց քան տարի է ես այս ոլորտում, ձեզ ասեմ, 2000 թվականից ենք 26 տարի, մենք խոսում ենք նրա մասին, այս խնդիրների մասին, որ կենդանիները դուրս կգան իրանց կենսամիջավայրից, կլինեն հարձակումներ բնական միջավայրում մարդկանց վրա, գուցե այնպիսի իրավիճակ ստեղծի, որ ինչ-որ տեսակային կազմ դուրս գա, հասկանում եք, այս շղթայից։ Սա այդ պրոբլեմներն է, որի մասին բազմիցս բոլոր ուրեմն բնապահպանները, ուրեմն մեր անկախությանից ի վեր, ուրեմն 30 տարի է դրա մասին խոսում են, բայց որևէ գործողություն խելքին մոտիկ այստեղ չի արվում։ Ադամյանը նշեց, որ կենդանիների ոչնչացումը հարցին լուծում չէ, քանի որ երբ տեսակին վտանգ է սպառնում, գայլերն ունեն ինտենսիվ բազմանալու հատկություն։ Որպես առաջնահերթ լուծում բնապահպանը առաջարկեց կիրառել միջազգային փորձը՝ էլեկտրական հովիվների տեղադրում, ինչը նախկինում WWF-ի աջակցությամբ արդեն արվել էր Հայաստանի որոշ շրջաններում։ Դուք գիտեք, որ գայլերը ունեն ունակություն, ինչքան իրանց ուրեմն դու ոչնչացնում ես, այնքան իրանք ավելի շատ են բազմանում։ Գիտեք դրա մասին։
Դա շատ այսպես երևույթ է, կոնկրետ, ուրեմն այդ տեսակի հետ կապված, եւ այդ ոչնչացումը կարող է բերել ինտենսիվ բազմացմանը։ Հասանք նրան, որ միջազգային կազմակերպությունները որոշեցին ինչ-որ ֆինանսներ տալ, գործողություններ արեցին, այստեղ WWF-ը դրեց էլեկտրական չոբաններ։ Հայաստանի տարբեր շրջաններում այս ծրագիրը բավականին ինտենսիվ իրականացվեց, ու մենք արդեն այս խնդրի մասին մոռացել էինք։ Սկսել ենք իրանց խանգարել, եւ իրենք գալու են, այս վերջի դեպքը չի, գալու են, պիտի պաշտպանվի մարդը, ես բան չունեմ ասելու, բայց պրոբլեմները այնքան խորն են, շատ խորն են, այսինքն դա տարիներ է պետք, ես չգիտեմ, տարիներ է պետք, որպեսզի մենք այս խնդիրները լուծենք։ Հիմա այս պահին, այն բնակավայրերում, որ մենք տեսնում ենք ներխուժումը կենդանիների մարդու բնակավայր, ես կարծում եմ, այդտեղ պիտի տեղադրվեն էլեկտրական չոբաններ։